Ողջունում եմ բոլորին, ես Լիլիթ Մանվելյան, մասնագիտությամբ լոգոպեդ։ Այսօրվա եթերի ժամանակ կխոսենք ձայնի եւ շնչառության զարգացման մասին։ Խոսքը առանց շնչառության եւ ձայնի հնարավոր չէ պատկերացնել։ Որոշ խոսքային խանգարումների դեպքում կարող են դիտվել ձայնի եւ շնչառության խանգարումներ։ Այդ խնդիրներից են ռինոլալիան, կակազությունը, դիզարտրիան եւ մի շարք այլ խանգարումներ։ Շնչառական վարժությունների նպատակն է զարգացնել շնչառական մկանները, ձևավորել երկարատև սահուն արտաշունչ։ Երկարատև սահուն արտաշունչը ճիշտ բաշխել խոսքում։ Երեխաները, ունենալով ձայնի եւ շնչառության խանգարում, կարող են ունենալ տարբեր աստիճանի բարդություններ։ Կախված երեխայի խնդրից եւ խնդրի բարդության աստիճանից, մասնագետները հետազոտում են եւ որոշում, թե ինչպիսի աշխատանքներ պետք է կատարել։ Շատ կարևոր է իմանալ, որ շնչառական վարժությունները կատարելիս երեխաները պետք է լինեն ռելաքսացիոն միջավայրում, օդափոխված սենյակում։ Օրվա ընթացքում պետք է կատարել 2-ից 3 անգամ, 2-ից 3 րոպե տևողությամբ։ Շատ կարևոր է իմանալ նաև, որ շնչառական վարժությունները կատարելիս պետք է երեխան սնունդը ընդունի մինչև շնչառական վարժությունները կատարելը կամ 2-ից 3 ժամ հետո։ Կարևոր է իմանալ նաև, որ երկարատև սահուն արտաշունչը չպետք է գերազանցի, քանի որ թոքերում պահեստային օդը կարող է դուրս գալ։ Երեխան պետք է կատարի ներշունչ քթով եւ արտաշունչ բերանով։ Արտաշնչված օդի հոսքը պետք է բաշխի խոսքում եւ այսպես խոսի։ Այս ձևով է զարգանում երեխայի արտաբերական մկանները։ Այժմ միասին փորձենք մի քանի շնչառական վարժություն կատարել։ Դե ինչ, հարմարավետ նստեք, օդափոխեք սենյակը եւ սկսեք ինձ հետ կատարել։ Ահա, ես ձեզ առանձնացրել եմ մի քանի տարբերակ։ Ամենաբարձ տարբերակը առաջարկում ենք կատարել հետեւյալ կերպ։ Վառում ենք մոմը եւ փորձում փչել։ Սկզբում երեխային ասում ենք փչիր այնպես, որ մոմը ամբողջությամբ հանգչի։ Հետո երեխային ասում ենք փչիր այնպես, որ մոմը չհանգչի։ Դե ինչ, փորձեք կրկնել։ Երեխաներին առաջարկում ենք փչել փուչիկ։ Առաջարկվում է վերցնել մեկանգամյա օգտագործման ծողիկը, բաժակ վերցնել, ջուր լցնել մեջը եւ փչել այնպես, որ պղպջակներ դուրս գան։ Առաջարկվում է նաև ծողիկի օգնությամբ թղթերը պատրոտել, լցնել սեղանի վրա եւ փչել այնպես, որ թղթերը թռնեն։ Առաջարկվում է նաև փչել թենիսե գնդակը։ Փչել այնպես, որ գնդակը ընկնի գետնին եւ գնա հեռու։ Կարող եք փչել նաև փետուրը։ Ձայնի ռնգային երանգի դեպքում առաջարկվում է խաղալ հետեւյալ խաղերը։ Խաղում ենք եւ կրկնում ձայնավոր հնչյունները։ Դե ինչ, եկեք փորձենք միասին։ Օ Այսպես կարող եք կրկնել ձայնավոր հնչյունները։ Նաև խորհուրդ է տրվում ձայնավորները զուգակցել եւ նորից կրկնել։ Ահա այսպես։ Ա ու ի ա է Ահա այսպես կարող եք զարգացնել շնչառությունը եւ ձայնը։ Սիրելի հեռուստադիտող, այժմ միասին փորձենք խաղալ խաղերը եւ զարգացնենք մեր շնչառությունը։ Խաղի համար մեզ անհրաժեշտ է բաժակ, ծողիկ եւ բամբակյա գնդիկներ։ Ահա, փորձում ենք ներշունչ կատարել, վերցնել բամբակյա գնդիկները եւ տեղափոխել բաժակի մեջ։ Դե ինչ, գնացինք։ Ահա այսպես։ Իսկ այժմ մեզ պետք է մկրատ եւ թուղթ։ Մանրացնում ենք թուղթը։ Վերցնում ենք ծողիկը եւ փորձում ենք փչել այնպես, որ թռնեն թղթերը։ Դե ինչ, սկսեցինք։ Ահա, այս խաղը կարող ենք խաղալ նաև հետևյալ կերպ։
առանց ձողիկի։ Երեխային խնդրել խորը ներշունչ կատարի եւ փչի այնպես, որ ամբողջ թերթերը թռնեն։ Գնացինք։ Ահա այսպես։ Իսկ հաջորդ խաղի համար մեզ անհրաժեշտ է բաժակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոց, որը պետք է անցկացնենք բաժակի մեջ, ահա այսպես։ Մի փոքր պետք է անցք բացենք, ահա, ձողիկը դնենք և փորձենք փչել։ Այս խաղը ձեր երեխաներին շատ դուր կգա։ Դե ինչ, խորը ներշունչ ենք կատարում։ Ահա, մեկ անգամ ևս։ Ահա այսպես, կարծում եմ ձեզ շատ դուր եկավ։ Դուք կարող եք այս ձեռնոցի վրա ժպիտներ նկարել և խաղալ։ Դե ինչ, հուսով եմ, որ այս շնչառական խաղվարժությունները կապահովեն ձեր և ձեր երեխաների հետաքրքիր և հաճելի ժամանցը։ Այսօրվա համար այսքանը։ Կհանդիպենք, stay tuned։